Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Մեր ձևով շարժման ներկայացուցիչները խոսում են ուժեղ առաջնորդի մասին։ Ակնհայտ է, որ նկատի ունեն Սամվել Կարապետյանին անկախ այն հանգամանքից, թե ով կլինի վարչապետի իրենց թեկնածուն։ Բայց հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցերից մեկը. ինչով է չափվում Սամվել Կարապետյանի ուժը Հայաստանի համար։ Սամվել Կարապետյանը ուժեղ գործարար է, սա փաստ է։ Մեծ կապիտալ, մեծ կապեր, մեծ ազդեցություն, բայց ուժեղ գործարարը եւ ուժեղ ղեկավարը նույն բանը չեն։ Եթե ուժեղ առաջնորդ ասելով նկատի ունեն մարդու, որն իր կապիտալը եւ գործունեությունը կառուցել է ռուսական պետական համակարգի հովանավորչությամբ կամ առնվազն այդ համակարգի դաբրոյով, որի հարստությունը կախված է ռուսական իշխանության կամքից, որի ազդեցությունը պայմանավորված է Կրեմլին մոտ լինելու հանգամանքով, ապա պետք է ազնվորեն ասել, որ այդ մարդը ուժեղ ֆիգուր է Ռուսաստանում, այլ ոչ թե Հայաստանում։ Ուժեղ ղեկավարն այն մարդը չէ, որի ուժը գալիս է արտաքին կենտրոնից, դա կախվածություն է եւ ոչ թե ուժ։ Իսկ կախվածությունը չի եղել եւ չի կարող լինել ազգային անվտանգության հիմք։ Հայաստանի համար ուժեղ առաջնորդ կարող է լինել այն մարդը, որի շահերը օբյեկտիվորեն համընկնում են Հայաստանի ինքնիշխանության հետ, անկախ անձերից։ Իսկ Սամվել Կարապետյանի դեպքում այդ համընկնումը առնվազն վիճահարույց է։ Նրա տնտեսական եւ քաղաքական կենսագրությունը ոչ թե Հայաստանում է ձևավորվել, այլ մի համակարգում, որտեղ Հայաստանը լավագույն դեպքում դիտարկվել է որպես ազդեցության գոտի։ Եկեք մի պարզ հարց տանք. որ ճգնաժամային պահերին է Սամվել Կարապետյանը հանդես եկել որպես Հայաստանի շահերը պաշտպանող սուբյեկտ, հակադրվելով ռուսական պետական շահերին։ Կարծում եմ այս հարցի պատասխանը շատ հստակ է։ Ուժեղ առաջնորդ տերմինը քաղաքականության մեջ սովորաբար օգտագործվում է այն ժամանակ, երբ ծրագիր չկա։ Երբ տեսլական չկա, սովորաբար առաջարկվում է անձի պաշտամունք։ Հայաստանը կարիք ունի ղեկավարների, որոնք հաշվետու են, թափանցիկ եւ կախված չեն մեկ այլ պետության տնտեսական եւ քաղաքական քմահաճույքներից։ Եթե Սամվել Կարապետյանի ուժը այն է, որ նա կարող է զանգել Մոսկվա եւ ինչ-որ հարց լուծել, ապա հենց սա այն մոդելն է, որը տարիներով Հայաստանը պահել է գուբերնիայի կարգավիճակում։ Ուժեղ ղեկավարն այն չէ, ով ունի փող եւ կապեր։ Ուժեղ ղեկավարն այն է, ով ունի լեգիտիմություն, քաղաքական պատասխանատվություն եւ անկախություն։ Մնացածը հին սցենար է, նոր փաթեթավորմամբ։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։